Հարգելի հայրենակից, ես հիմա նորից գտնվում եմ Ածը մեգուսարանի մուտքի առջև, այսինքն Ածը շենքի մոտ եմ, նոր հանդիպեցի պարոն Վահան Ղուկասյանի հետ, ուշ երեկոյան գիշերը ես ձեզ հայտնեցի տեղեկություններ պարոն Ղուկասյանի առողջության վերաբերյալ, այժմ նույնպես ցանկանում եմ ձեզ փոխանցել տեղեկատվություն։ Գիշերը մի կերպ հիմա լուսացրել եմ, անցկացրել եմ, այս պայծրությամբ ունի նորից բարձր շաքար, նա անձամբ ինքն է ստուգում և վերահսկում այդ շաքարի պարունակությունը արյան մեջ, գանգատները հիմնականում գլխի ու պտուտի, աչքերի տեսողության և նաև ականջների մեջ խշշոցի հետեր, թուլություն, սրտխառնոց, այս ամեն ինչը նա նշում էր, գիշերը գրեթե չի քնել և այս պայծրությամբ որևիցե բժիշկ նրան չի այցելել, չնայած նրան, որ դա անհրաժեշտ է և պարտադիր է, և նաև խցային պայմանները շարունակում են մնալ նույնը, այն խուցն է, որտեղ չկա օդափոխություն, չկան պայմաններ, այդ նույն խցում են նրան պահում և կարող եմ ասել, որ այս խցային պայմանները և նրա առողջական վիճակը դիտավորյալ են այսպես անում, որպեսզի մարդուն հասցնեն նրան, ինչ որ մենք տեսնում ենք այլ կալանավորների դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ կալանավորները պատշաճ բուժօգնություն չեն ստանում և մահանում են, ես իհարկե այս ծայրահեղ խնդիրը չեմ ուզում բարձրացնել, հիմա այստեղ ինձ ասում են, որ գնացեք այստեղից, բայց ես եկել եմ, բա ինչ եք ասում, այսինքն մուտքի դիմացում եմ խանգարում, որևիցե մեկին ես այստեղ չեմ խանգարում, բայց ես հանրությանը տեղեկատվություն եմ փոխանցում, մի քիչ որ կողմ գնամ, հիմա տեսեք, անընդհատ ինչ-որ խոչընդոտներ են ստեղծում, մի քիչ այն կողմ գնամ, ինչ եք բերել Գյումրիի քաղաքապետին այստեղ պահում, անառողջ վիճակում, չեք տեղափոխում հիվանդանոց, ինձ էլ ասում եք գնացեք այստեղից, երեք դուք տեսակ նաև չեն տալիս, որպեսզի ես իրեն տեսնեի, բարև ձեզ, սա է վիճակը, հարգելի հայրենակիցներ, ուղղակի ուզեցա նաև ձեզ փոխանցեմ, հիմա գնում եմ նորից շարունակեմ բողոքները ներկայացնել, որպեսզի տեսնենք երբ են տեղափոխելու պարոն Ղուկասյանին հիվանդանոց, որովհետև նա նաև բողոքում էր կրծքավանդակի շրջանում սեղմոցից և նաև շնչառության հետ կապված խնդիր էր նշում։ Մենք պատուհանը բացեցինք այդ տեսակցության սենյակի, որպեսզի օդ խաղա, բայց այնուամենայնիվ խնդիրները շարունակում են մնալ տագնապ են հաղորդում և ինձ և ընդհանուր առմամբ բոլորիս, ամբողջ գիշեր մարդը չի քնել, մի կերպ լուսացրել է և հիմա փաստորեն պարտադիր պետք է նրան տեղափոխեն հիվանդանոց, բայց այդ հիվանդանոցի տեղափոխումը նորից հետաձգվում է։ Այսքան այս պայծրությամբ հետագայում ես այսօրվա ընթացքում նորից եմ գալու, եթե ունենամ տեղեկություն լրացուցիչ, ձեզ հետաքրքրող անպայման այդ մասին նույնպես